Սիվիլնետ շարունակում է աշխատանքի ուղիղ եթերում, տեղեկացնելով ձեզ ընտրությունների ընթացքի մասին, այս պահին զրուցելու եմ տաղավարում Անի Գրիգորյանի հետ, Սիվիլնետի փաստերի ստուգման, Սիվիլնետ Չեքի ղեկավար եւ խմբագիրը։ Բարև Անի։ Անի, այս պահին քվեարկության օրը այս ժամերի ընթացքում, քանի որ դուք մոնիտորինգ եք անում հիմնականում կեղծ լուրերը եւ դրա վերաբերյալ նաեւ ահազանգերը, այսօր էլ կան կեղծ լուրեր, տարածվում են որոշակի կան ահազանգեր դրանց վերաբերյալ եւ ինչով են դրանք առանձնանում, խնդրեմ։ Այո, Արշալույս, առավոտից մենք մշտադիտարկում ենք սոցիալական մեդիան, լրատվամիջոցները եւ այս ընթացքում հնչել են մի շարք պնդումներ, տարածվել են մի շարք տեղեկություններ, որոնցից որոշները հիմնավոր են, օրինակ նկատի ունեմ խախտումների վերաբերյալ տեղեկություններ, որոնցից որոշները հիմնավոր են, որոշները ոչ։ Օրինակ շատ ահազանգեր կային, որ անձինք ներկայացել են դրատեղամասեր քաղաքացիական պայմանագրի սիմվոլիկաներով, այսինքն դա կլինի քարտեզը, դա կլինի խաղաղություն գրությունը շապիկների վրա կամ գլխարկները, սա ինչպես, այո, սրտիկները, ինչպես ճշտեցինք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սա իսկապես համարվում է քարոզչություն եւ սա խախտում է։ Դեռ երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել էր հայտարարություն եւ զգուշացրել էր, որպեսզի այսօր որևէ մեկը ընտրատեղամաս չներկա ինչպես թվերով, որը կարող է հուշել կամ քարոզչություն անել որևէ կուսակցության կամ դաշինքի մասով, այնպես էլ սիմվոլներով եւ այսօր առավոտից բավականին շատ տեսանյութեր են տարածվել, լուսանկարներ են տարածվել, որտեղ մարդիկ ընտրատեղամասերում այդ թվում նաեւ վստահված անձիկ կրում են այդ սիմվոլները, սա իսկապես խախտում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ասացին, որ իրենք կզանգեն յուրաքանչյուր ընտրատեղամաս, որտեղ որ արձանագրվել է եւ զգուշացնեն, որպեսզի հեռացնեն տվյալ անձին, եթե չհեռացնեն, դա արդեն նախատեսում է այլ հետևանքներ։ Մյուսը առավոտից նաեւ հնչում է տարբեր ահազանգեր, որ որոշ ընտրատեղամասերում մարդկանց մի ուժի մի քանի քվեաթերթիկ են տալիս այն նպատակով, որ ինչ որ պահի դա կսպառվի եւ մյուսներին էլ չեն կարողանա այդ ուժի քվեաթերթիկը տալ, սա անհիմն է, որովհետեւ յուրաքանչյուր ընտրատեղամասի տվել են ոչ թե այդ ընտրատեղամասում քվեարկողների թվով քվեաթերթիկ, այլ մի քանի անգամ շատ, այսինքն եթե ըստ ՆԳՆ-ի ընտրողների թիվը 2-4 միլիոն է, տպվել է 47 միլիոն քվեաթերթիկ եւ անհնար է, որ որևէ ընտրատեղամասում դրանց ուղղակի որևէ ուժի քվեաթերթիկը սպառվի, եթե սպառվի էլ նրանք կարող են պահանջել եւ այդ քվեաթերթիկները կբերեն, բացի այդ պետք է հիշել, որ Նաև երբ որ ընտրողները ընտրում են որևէ ուժի, մյուս ուժերի, հա, այդ քվեաթերթիկների մնում են քվեախցիկի մեջ եւ որևէ դեպքում այնպիսի իրավիճակ չի կարող ստեղծվել, կարծում եմ, որ քաղաքացիները չկարողանան քվեարկել իրենց ցանկացած ուժի օգտին։ Անի, իսկ ինչ ուղիներով, ինչ ալիքներով, չգիտեմ, ցանցերով են տարածվում այդ ապատեգատությունները, եթե այդպիսի ապատեգատություններ տարածվում են։ Էլի նույն նախորդ ցանցերն էին, որոնք կապվում էին օրինակ նաև ռուսաստանյան որոշակի շրջանակների հետ, թե դա տեղական ինչ-որ քաղաքական ուժերի կողմից տարածվող ապատեգատություններ են երբեմն։ Այսօրվա մասով հիմնականում քաղաքացիներն են ահազանգում սոցցանցերում, նաև լրատվամիջոցները, սա խնդիրը նաև որ միգուցե շատերը չեն տիրապետում, թե օրինակ նույն այս քվեաթերթիկների մասով մարդիկ չեն տիրապետում, որ ոչ թե օրինակ տպվել է 2-4 միլիոնատ քվեաթերթիկ, այլ 47 միլիոն հատ։ Բամբասանքներն են, որ այսինքն միգուցե ուղղակի չեն տիրապետում եւ ահազանգում են, գիտենք, որ ընտրությունների ժամանակ բոլորը շատ զգայուն են, ինչ տեսնում են միանգամից լարված են, օրինակ մի փոքր թեկուզ կուտակում է լինում ընտրատեղամասում, միանգամից ահազանգերը տարածվում են եւ սա կարծում եմ նորմալ գործընթաց է, ուղղակի մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել, որ չանհանգստանան գոնե քվեաթերթիկների մասով, որովհետեւ նման խնդիր կարծես չպետք է որ առաջանա։ Այս պահին ես որքան հասկացա քո ասածից, լրատվական բում առաջացնող, չգիտեմ, ինչ որ աղաղակող deepfake կամ կեղծ տեղեկատվություն դեռ չի տարածվել։ Deepfake-երը AI-ով ստեղծված արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը այս քարոզարշավի ընթացքում ամենաաղաղակող, ճիշտ ես ասում, ապատեղեկատվություն ստեղծող բովանդակությունն է եղել։ Այս պահին դեռևս չկա, հիմնականում հենց ընտրատեղամասերից ահազանգեր են, որ մարդիկ գնում են, չգիտեմ, տեսնում են իրենց տան վրա որևէ այլ մարդ է, օրինակ գրանցված եւ այլն, հիմնականում մարդիկ են, որ բարձրաձայնում են խնդիրների մասին։ Նաեւ եղավ մի տեղ
տեղեկատվություն, մարդու կոնկրետ անձնական տվյալներն էլ հրապարակվեցին անուն, ազգանուն եւ այլն, ասելով, որ ինչ որ թուրք է կամ, չգիտեմ, ազգությամբ էթնիկ թուրք է կամ այլ երկրի քաղաքացի է, որը գրանցված է ինչ որ կոնկրետ հասցեում, բայց հետո պարզվեց, եթե չեմ սխալվում, խոսքը հայրենադարձված մարդու մասին է։ Ներքին գործերի նախարարությունը արձագանքել էր այդ տեղեկատվությանը, նշել էր, որ իրականում երբ որ նկարներում տարածվում էր նրա անուն, ազգանունը եւ մյուս ազգանունը, որը հայ է արդեն, հուշում էր, որ խոսքը հայի մասն է, չէին դրել եւ ներքին գործերի նախարարությունը արձագանքել էր, որ իրականում խոսքը հայի մասին է, նաեւ այդ մարդու մասով կար տեղեկություններ տվել, որ նա այդ տայմ վկայականությունը մի խոսքով շատ ավելի բարդ իրավիճակ է, որի ստուգելը մի քիչ ավելի երկար ժամանակ կպահանջի։ Իսկ առհասարակ այս քարոզարշավը, հա, ինչ եթե համեմատենք նախորդ քարոզարշավների հետ նաև, ինչով էր առանձնանում հենց կեղծ տեղեկատվության deepfake-երի տարածման առումով։ Դրանք իսկապես այնքան առատ էին, որքան շատ հաճախ խոսվում է համացանցում դրանց մասին, որքան շատ հաճախ աղաղակվում է դրանց մասին։ Արշալույս այս ընտրությունները իսկապես աննախադեպ էին ինֆորմացիոն այն հոսքով, որին մենք բախվեցինք, ես ինքս մոտ 13 տարի ինչ լրագրության մեջ եմ եւ կարող ես պատկերացնել, թե ինչքան ընտրությունների եմ մասնակցել, լուսաբանել եւ օրինակ նույն 21 թվականի, երբ որ մենք հենց զբաղվում էինք փաստերի ստուգմամբ, հա, եթե նայում ենք այս ընտրությունները եւ համեմատում ենք, իսկապես աննախադեպ էին տեղեկատվական հոսքերով եւ ինչպես ներքին դերակատարների կողմից, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից, սա էլ պետք է նշեմ, իհարկե մեզ մոտ օտարերկրյա միջամտության փորձերը նոր չեն, այսինքն Հայաստանը միշտ եղել է նման արշավների թիրախում, բայց այս տարի հաշվի առնելով եւ երկրների ցանկը եւ հաշվի առնելով այն միջոցները, որ ներդրվել էին, իսկապես շատ հետաքրքիր է, բայց մյուս կողմից շատ բարդ էր այդ ամենի հետ աշխատելը, մարդկանց դրանց մասով իրազեկելը եւ իհարկե այդ բովանդակության մեջ մեծ տեղ ուներ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը, ինչն է խնդիրը, որ խնդիրը եւ միգուցե մի կողմից առավելությունը, որ արհեստական բանականությունը շատ է զարգացել եւ ներկայում AI-ի միջոցով ստեղծված բովանդակությունը դարձել է շատ կատարյալ եւ շատ հեշտ է մարդկանց մոլորեցնել այդպիսի բովանդակության միջոցով, օրինակ մենք բացահայտել ենք, թե ինչպես են ստեղծվում փողոցում հարցախույզերի, այսպես ասած vox pop-երի կարճ տեսանյութեր, որոնք երբ որ նայում ես, իրենք շատ դժվար է տարբերակել, որ դա իրականում արհեստական բանականությամբ ստեղծված էր եւ այդ տեսանյութերի միջոցով հակաքարոզչություններ իրականացվում որոշակի քաղաքական ուժերի դեմ կամ հակառակը որոշակի քաղաքական ուժերի համար, հա, եւ սա իրականում այս տեղեկատվական հոսքերի մի մասն էր, AI-ով ստեղծված տեղեկատվությունը, որը իսկապես մեծ ազդեցություն ուներ, բայց բացի դրանից մենք իսկապես նաեւ շատ այլ խնդիրների ենք բախվել, կապված տարբեր կեղծ հետաքննությունների, կեղծ նյութերի, կեղծ լուրերի, տարբեր վնասակար նարատիվների դրսից օրինակ ներմուծման եւ այստեղ տարածման առումով, այսինքն կարծում եմ, որ ընտրողներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թիրախավորելու շատ տարբեր միջոցներ են ներդրվել եւ շատ բարդ է եղել Հայաստանի քաղաքացիներին հասկանալը, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Հիմնական թիրախը այդ կեղծ լուրերի ովքեր են եղել կամ ով է եղել։ Պետք է նշեմ, որ եթե խոսում ենք թեկուզ եթե խոսում ենք օտարերկրյա միջամտության մասով, եթե խոսենք Հյուսիսի հարևանի կողմից, ապա այդ դեպքում խոսքը իհարկե կառավարության եւ իշխանությունների մասին է, բայց եթե խոսում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող միջամտությունների եւ ինֆորմացիոն օպերացիաների մասին, արդեն խոսքը ավելի շատ ընդդիմության մասին է, հա, եթե փորձենք ներքին, բայց պետք է նաեւ հիշել, որ մեզ մոտ ապատեղեկատվության մեծ ալիքներ կան հենց ներքին դերակատարների կողմից, ոչ միայն օտարերկրյա, այսինքն եւ քաղաքական ուժերի կողմից, որը օրինակ տարբեր սխալ տեղեկատվություն էին ներկայացնում, վիճակագրություն էին օրինակ մոլորեցնում կամ եւ երկու նարատիվ կար հետաքրքիր եւ դրանցով պատրաստված տեսանյութեր են ադրբեջանցիների գալու մի կողմից, մյուս կողմից էլ ես նկատել եմ էլի համացանցում, որ եթե չգիտեմ, ընտրվի կոնկրետ մի ուժ, ապա ձեր երեխաներին կուղարկեն Ռուսաստան, չգիտեմ, Դոնբաս կռվելու եւ այլ, այսինքն հակընդդեմ էսպիսի նարատիվներ էին նաև շրջանառության տեսանյութերի եւ այդ նարատիվները նաև տարածվում են տարբեր AI տեսանյութերի միջոցով, տարբեր ուժերի կողմից, այսինքն հստակ ներքին դերակատարների կողմից էլ բավականին մեծ միջոցներ էր ներդրվել իրենց նարատիվները եւ թեզերը տարածելու համար։ Քանի որ ձեր թիմը մոնիտորինգ է անում, նաեւ երբեմն նաեւ փորձում եք հասկանալ
հասկանալ օրինակ նույն տեսանյութը քանի անգամ է տարածվում համացանցում, հա, տարբեր ալիքների եւ տարբեր հարթակների միջոցով, եթե չեմ սխալվում վերջերս արել էիք մի ուրեմն հետաքննություն էլի, որ կոնկրետ մինուտ 60,000-ից ավել անգամ տարածվել էր տարբեր հարթակներում, X-ում, չգիտեմ, Telegram-ում եւ այլ, եթե փորձենք այսպես աչքաչափով, որտեղ մենք հետազոտություն չենք արել, հետաքննություն չենք արել, որքանով է դա ազդել մարդկանց վրա, բայց կոնկրետ երբ որ համացանցում դիտարկում էիք, հա, որքանով է մարդիկ տրվում այդ մոլորություններին կամ սոցցանցերում որքանով է դա տարածվում, ինչքան էր ինքը տեղ գտնում հայկական Facebook-ում, այսպես ասած, սոցիալական ցանցերի հայկական հատվածներում։ Արշալույս Հայաստանի ուղղությամբ տեղեկատվական այդ օպերացիաները դեռևս սկսվել են 2025 թվականի ամռանից կարող ենք ասել, 1 տարի է, որ անընդհատ մենք նկատում ենք այս տարբեր օպերացիաների, տարբեր արշավների իրականացումը, կհիշես մի տարի առաջ տարբեր լուրեր էին տարածվում, իբրև իշխանությունը օրինակ տուն է առել Ֆրանսիայում, տուն է առել Կանադայում կամ, չգիտեմ, հարստություն են տեղափոխել այլ երկրներ։ Սկզբում այս տեղեկատվությունը անընդհատ գալիս էր նաև հայկական ինֆորմացիոն դաշտ, որովհետև նույն լրատվամիջոցների համար շատ դժվար էր տարբերել, որ սա գրողը ոչ թե հեղինակավոր լրատվամիջոց է, այլ իրականում նոր ստեղծված կոնկրետ տվյալ կեղծ լուրերը տարածելու համար հիմնված, այսպես ասած, կայք է, եւ ինչ որ փուլից, երբ որ մենք սկսեցինք հայտնի կայքերի կլոններն են, այո, doppelganger է դա կոչվում, եւ երբ որ սկսեցինք մենք անընդհատ դրա մասին խոսել, իրազեկել, մենք ինչ որ փուլից հասկացանք եւ նկատեցինք, որ այդ տեղեկությունները այլևս չեն գալիս հայկական ինֆորմացիոն դաշտ, ինչը իրականում շատ կարևոր է, որովհետև պետք է հասկանալ, որ այս արշավները անընդհատ շարունակվել են։ Մենք անընդհատ նկատել ենք, օրինակ Հայաստանի վերաբերյալ բացասական նարատիվներով տեղեկություններ, օրինակ X-ում, Twitter-ի մասին կամ Blue-Sky-ում, որտեղ հայերը շատ ներկայացված չեն, այսինքն չեն կարող, այո, հայաստանցիները չեն կարող օրինակ համեմատել Facebook-ի հետ, նույնիսկ Telegram-ի հետ, եւ այս դեպքերում, երբ որ հիմնական թիրախը լինում էր X-ը կամ Blue-Sky-ը, դրանք հայկական ինֆորմացիոն դաշտ շատ քիչ էին գալիս, ինչը մեզ համար իհարկե շատ կարևոր էր եւ մենք ինքներս չենք գրում դրա մասին, որովհետեւ որևէ ձևով չնպաստենք, որպեսզի այդ նարատիվները չտարածվեն, բայց իհարկե լինում են դեպքեր, որ ամեն դեպքում դրանք գալիս են, տարածվում են, հանրության մոտ հարցեր են առաջանում եւ մենք ինքներս էլ փորձում ենք հնարավորինս արագ դրան արձագանքել, որպեսզի մարդկանց իրազեկենք, որ սա արդյոք հիմնավոր է, արդյոք դրանում ներկայացված տեղեկությունները փաստահեն են, թե կամ որտեղ են տանում դրանց աղբյուրները։ Շնորհակալություն։ Այս պայն այսքանը, շարունակեք հետևել Civilnet-ին։